Հաշվի առնելով ով է ներկայացնողը, հաշվի առնելով անցյալը ներկայացնողի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի եւ շարունակական բնույթ կրող ապօրինությունների, կարող ենք ասել, որ դա ունի իհարկե որոշակի պատվերների շրջանակ։ Ես կոչ եմ անում, որ պատգամավորները իհարկե միջնորդագրի դրույթներին ծանոթ չեն, կարծում եմ պետք է պատգամավորները Աղվան Հովսեփյանին իր տեղը հստակ նշեն, որտեղ է, եւ իր տեղը ես կարծում եմ այն նույն բանտախցում պետք է լինի, առաջինը իր տեղը պետք է լինի, հետո նոր այլ անձանց։ Ես արդեն որակել եմ այն որպես ինձ համար անձամբ անսպասելի եւ զարմանալի, բայց կուսակցության դիրքորոշում կհայտնեմ միայն այն ժամանակ, երբ որ մենք այն կունենանք, իսկ այն մենք կունենանք խորհրդակցությունից հետո։ Ես անընդմեջ կրկնել եմ այս օրերին, երբ եւ եթե սկսի իրավական գործընթաց, այդ հարցի շուրջ մենք անմիջապես դրան կանդրադառնանք եւ կարձագանքենք։ Գործընթացը սկսել է խորհրդակցությունից հետո, ես դες կտեղեկացնեմ։ Ես համոզված եմ, եթե մեղավորություն չունի, ինքը իրեն կպաշտպանի եւ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես բնորոշ է անմեղին։ Իսկ եթե մեղավոր լինի, բնականաբար կպատժվի։ Եթե հանցագործությունը քրեածին է, ես չեմ կարծում դա քաղաքական կոնտեքստում է եւ քաղաքական վերլուծությունների կարիք ունի։ Մինչև մենք չլսենք Հանրապետության դատախազին, այսինքն ով ներկայացնում է միջնորդագիր, որբիսի մենք որպես մեղադրյալ համաձայնություն տա ազգային ժողովը Վարդան Օսկանյանի նկատմամբ, մենք որևէ կարծիք հայտնել չենք կարող։ Այստեղ ուղղակի կարելի է ընդհանրացնել երկու կարևոր հանգամանք, որ մի կողմից գոյություն ունի, ինչպես ամբողջ աշխարհում մեր իրավագիտության մեջ ամեղության կանխավարկած, պետք է չտաբենք, եւ երկրորդ կողմից նաեւ գոյություն ունի օրենքների պահանջ, որի դեմ բոլորս անկախ մեր զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից հավասար ենք։ Ես ինքս Օսկանյանի մասին բավական բարձր կարծիք ունեմ, որպես պրոֆեսիոնալ դիվանագետ։ Կարծում Օսկանյանը նաեւ լուրջ անելիքն ու նաեւ քաղաքական համակարգում։ Բայց կարծեք թե այն արծաթները, որոնք որ հնչեցրել են առ այսօր, կապված ֆինանսական ուրեմն գործառույթների հետ, որքան ես եմ կարողանում գնահատել, կրկնում եմ սա, կարծեք թե մեկնաբանությունները Օսկանյանի կողմից անթերի չեն։